Մայիսի 15-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոնտինիին։ Ներկա էր նաեւ ֆրանսիական ASPB հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը։ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև արտակարգ իրավիճակների արձագանքման եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին, նա համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է մեծապես նպաստել փրկարարծառայության կարողությունների զարգացմանը։ Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին, փրկարարծառայության տնօրենը մատնանշել է աղետների կառավարում դասընթացը, ՀՈՊ 2023 դաշտային վարժանքը, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման եւ արձագանքման հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստումները։ Կարևորվել են նաև Wildfire ծրագրի շրջանակում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ փրկարների վերապատրաստումները։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության պատմությանը, Օլիվիե դե Կոնտինին նշել է, որ երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին, երբ շուրջ 500 ֆրանսիացի փրկարարներ ժամանել էին Հայաստան որոնողափրկարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրա խոսքով այդ փոխգործակցությունը վերածվել է կայուն եւ արդյունավետ գործընկերության։ Ավարտին փրկարարծառայության տնօրեն Արամ Ղազարյանն ու ֆրանսիական ASPB հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Արամ Ղազարյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, ծանոթացել հրշեջ փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին։ Փրկարարծառայության տնօրենին են ներկայացվել դեպք պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները, հատուկ եւ օժանդակ գույք սարքավորումները, ինչպես նաեւ դեպքերին արձագանքելու մարտավարությունը։ Արամ Ղազարյանը ծառայողներից հետաքրքրվել է նրանց հուզող խնդիրների ու աշխատանքային մարտահրավերների մասին։ Փրկարարծառայության տնօրենն անդրադառնալով ծառայողների ատեստավորման գործընթացին նշել է, որ այն կարևոր նշանակություն ունի մասնագիտական աճի եւ ծառայության արդյունավետ կազմակերպման համար։ Նա ծառայողներին հորդորել է ակտիվ ներգրավվել ատեստավորմանը, ընդգծելով, որ գործընթացը հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական կարողություններն ու միաժամանակ բարելավելու սոցիալական երաշխիքները։ Փրկարարծառայության տնօրենը խոսելով ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջնահերթությունների մասին անդրադարձել է փոխգործակցությանն ու արձագանքման կարողությունների շարունակական զարգացմանը։ Արամ Ղազարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործընթացը, կարևորելով պարբերական վերապատրաստումների եւ գործնական վարժանքների անհրաժեշտությունը։ Փրկարարծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ տրվել մի շարք հանձնարարականներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան աշտարակ ճանապարհին հայտնաբերել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա եւ Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդի։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, կատարվում է նախաքննություն։ Համայնքային ոստիկանության Արտիկի բաժնի ծառայողներն իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները պարզել են, որ Արտիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համակարգացիների գումարի դիմաց իր Nissan Magnich-ի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին Արտիկ տեղափոխելուց հետո տվել խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արտիկում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ նախնական
համաձայնությամբ հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց, խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20,000 դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին 4 համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։ Ըստ 28-ամյա երիտասարդի, արդիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացված 100,000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, Արդիկ քաղաքի բնակիչ 28-ամյա եւ 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեկ-մեկ-2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձին հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։
Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։